Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը եւ Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին, երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ուղղությամբ քննարկումներին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Դեմ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում գործակցությանը։ Նշվել է երկկողմ քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան։ Կողմերը կարևորել են կապի եւ միջին միջանցքի զարգացումը։ Վրաստանի վարչապետը խոսել է տրանսպորտային եւ լոգիստիկ նախագծերի մասին, որոնք նպատակ ունեն ել ավելի ամրապնդել Վրաստանի տարանցիկ գործառույթը։ Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում գործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը ողջունում է Թուրքմենստանի ակտիվ ջանքերը ուղղված Կենտրոնական Ասիայում խաղաղության ապահովմանը եւ խոսել է Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականության մասին։ Իտալական պաշտպանական Լեոնարդո եւ թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Բայկար ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել։ Նշվում է, որ փոխըմբռնման հուշագիրը հիմք կդնի համատեղ ձեռնարկության համար, որը կարող է զգալիորեն ընդլայնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորությունները Եվրոպայում։ Ընկերությունները նպատակ ունեն 6-րդ սերնդի տեխնոլոգիաներ ստանալ։ Լեոնարդոն ունի նաև մեծ ենթակառուցվածք պաշտպանական արդյունաբերության այլ ոլորտներում ապագա տեխնոլոգիաների եւ անօդաչու համակարգերի, այդ թվում ռադարների, օգտակար բեռների եւ սենսորների, նաև արհեստական բանականության զարգացման համար։ Բայկարը համաշխարհային առաջատար կազմակերպություն է, որն իր ամբողջ եկամուտների ավելի քան 90%-ը ստանում է արտահանումից, վաճառելով անօդաչու թռչող սարքեր աշխարհի 36 երկրի։ Թուրքական լրատվամիջոցների տվյալով այս գործակցությունը թույլ կտա Բայկարին շրջանցել թուրքական պաշտպանական արտադրանքի ներմուծման եվրոպական սահմանափակումները եւ մուտք գործել եվրոպական շուկա։ ՆԱՏՕ-ի փլուզման դեպքում Թուրքիան Եվրամիության անվտանգության նոր համակարգում տեղ է ակնկալում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահի գործողությունն ահազանգ է, որը կոչ է անում միավորվել եւ ստեղծել սեփական ուժային կենտրոնը։ Ջինը շշից դուրս է եկել եւ այն հետ ուղարկելու տարբերակ չկա։ Նույնիսկ եթե նախագահ Թրամփը որոշի այժմ դուրս չգալ Եվրոպայից, հնարավոր է, որ ապագայում նման տեսակետներ եւ քաղաքական գաղափարներ ունեցող մեկը կարող է մտածել եվրոպական անվտանգության մեջ Ամերիկայի ներդրման կրճատման մասին։ Նախկին զինվորական Ֆիդանը երկար ժամանակ եղել է Էրդողանի ամենավստահելի լեյտենանտներից մեկը, նա մնացել է իր հետախուզական պաշտոնում անհանգիստ ժամանակներում, այդ թվում 2016 թվականի հեղաշրջման փորձի ժամանակ։ Որպես հետախուզության ղեկավար նա վայելում էր արևմտյան գործընկերների հարգանքը։ Ֆիդանի վարած հաստատակամ արտաքին քաղաքականությունը հանգեցրել է ռազմական միջամտությունների Սիրիայում եւ Լիբիայում, նաեւ ժամանակ առ ժամանակ Միացյալ Նահանգների եւ եվրոպական տերությունների հետ վեճերի։ Թուրքիայի ազդեցության տակ գտնվող սիրիական բանակը 15000 զինվորական եւ ոստիկան է ուղարկել տարածաշրջան Լաթաքիայում Ասադի հավատարիմների դեմ շարունակվող գործողությունների համար։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի Լաթաքիայում Ասադի կողմնակիցները սպանել են երկրի ընդհանուր անվտանգության ծառայության 13 աշխատակցի։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, թե Անկարան ակնկալում է, որ Թրամփը դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայից։ Մենք տարածաշրջանային պետությունների հետ կոալիցիա կստեղծենք, որպես այլընտրանք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային իսլամական պետության դեմ պայքարելու համար։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Անգլիան սխալ վարվեցին ահաբեկչական մեկ կազմակերպությանն աջակցելով մյուսի դեմ։ Ֆիդանը վստահեցրել է, որ թուրքական զորքերը կարող են իրենց վերահսկողության տակ վերցնել այն ճամբարներն ու բանտերը, որտեղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը պահում է իսլամական պետության անդամներին Սիրիայի հյուսիսում։
Միացյալ Նահանգներից հետո ՆԱՏՕ-ում երկրորդ ամենամեծ բանակն ունեցող Թուրքիան կարող է մասնակցել Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը, այս մասին Reuters-ին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։ Հաղորդվել է, որ առաքելությանը մասնակցելու հարցը կդիտարկվի, եթե դա անհրաժեշտ համարվի տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատման համար եւ կգնահատվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ համատեղ։ Եվրոպայի գլխավոր ռազմական տերությունները Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արդեն քննարկել են զորքեր տեղակայելու հարցը Ուկրաինայում հրադադարի պահպանման հնարավոր մոնիթորինգի ուժերի շրջանակում ապագա խաղաղության համաձայնագրից հետո։ Թուրքական աղբյուրը հայտնել է, որ թուրքական զորքերի տեղակայման շուրջ քննարկումները մնում են հայեցակարգային եւ դեռևս կոնկրետ որոշումներ չեն ընդունվել։ Եթե Թուրքիան որոշի զորք ուղարկել Ուկրաինա, ապա նախ անհրաժեշտ կլինի հրադադար հայտարարել Կիևի եւ Մոսկվայի միջև։ Անցած շաբաթ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում առանձին հանդիպումների ժամանակ քննարկել է հնարավոր տեղակայման հարցը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով իրանական նավթատար լցանավերը պետք է զննվեն բաց ծովում։ Reuters-ի հաղորդմամբ նպատակն Իրանի համար նավթի արտահանումը դժվարացնելն է։ Միացյալ Նահանգների վարչակազմը ցանկանում է, որ դաշնակից երկրները սկսեն ստուգել նավերն առանցքային ուղիներում, մասնավորապես Մալակկայի նեղուցում։ Թրամփը շարունակում է իր առավելագույն ճնշման քաղաքականությունը, ձգտելով տնտեսապես մեկուսացնել Իրանին եւ թույլ չտալ նրան միջուկային զենք ստեղծել։ Արդեն նոր պատժամիջոցները դժվարացնում են Իրանի այսպես կոչված ստվերային նավատորմի աշխատանքը, մանավանդ, որ այն բաղկացած է մաշված նավթատար լցանավերից։ Իրանի արտգործնախարարությունը հերքել է բրիտանացի պաշտոնյաների պնդումները, իբր Թեհրանը փորձում է սպառնալ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղեին հերքել է այդ պնդումները, կոչ անելով վերջ տալ Մեծ Բրիտանիայի իր խոսքով ոչ կառուցողական մոտեցումներին Իրանի եւ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նկատմամբ։ Բաղեին հաստատել է Իրանի հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես փոխադարձարկանքի եւ այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներին, նաեւ միջազգային նորմերին ու կանոններին համապատասխանելուն։ Բրիտանացի պաշտոնյաների պնդումները, թե Իրանը սպառնում է Բրիտանիայի ներքին անվտանգությանը, ոչ միայն անհիմն են, այլև կառավարության կանխամտածված պրոյեկցիայի ձև են, որն Իրանի ժողովրդի դեմ վնասակար միջամտությունների երկար պատմություն ունի։ Բրիտանացի պաշտոնյաներին խորհուրդ կտամ հրաժարվել Իրանի ժողովրդի նկատմամբ սխալ քաղաքականությունից եւ դադարեցնել ահաբեկչական քարոզչությունը, Իրանի դեմ առճակատման քաղաքականությունը եւ անհիմն մեղադրանքները։ Լոնդոնն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանը, այդ թվում դրա հետախուզական ծառայությունները եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառի օտարերկրյա ազդեցության գրանցման սխեմայի ֆիրսի մեջ։ Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, նույնպես լքում է Ադրբեջանը։ Ըստ տեղական լրատվամիջոցների համապատասխան որոշումն ընդունվել է կազմակերպության տեղական մասնաճյուղի նիստում։ Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկության, դա տեղի է ունենում կազմակերպության եւ դրա հիմնադրամներից մեկի հասցեին պետական լրատվամիջոցների քննադատության ֆոնին։ Նրա ազգականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խիստ նկատողություն է արել պաշտոնական փաստաթղթերի հրապարակման համար։ Transparency International-ին մեղադրել են Ադրբեջանի դեմ կողմնակալ դիրքորոշում ցուցաբերելու համար, իբր առանց համապարփակ հետաքննություն անցկացնելու եւ իր զեկույցներում կառավարության դիրքորոշումն արտացոլելու։ Ավելի վաղ Ադրբեջանը փակել էր BBC-ի գրասենյակները եւ արգելել Ռոսսոտրուդնիչեստվոյի եւ USAID-ի գործունեությունը։ Բացի դրանից, Բաքուն մտադիր է արգելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը։ Իսրայելը շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացմամբ, այդ մասին հայտարարել են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով The Jerusalem Post-ին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ Ադրբեջանն Իսրայելի կարևոր ռազմավարական դաշնակիցն է Կովկասյան տարածաշրջանում, որի հարաբերություններն ընդգրկում են գործակցություն անվտանգության, առևտրի, տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում։ Ըստ վարչապետի գրասենյակի, Իսրայելը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ Իսրայելի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև եռակողմ համագործակցության համար ամուր հիմքեր ստեղծելու նպատակով։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։